երկրորդ անգամ գտանք նրան նույն աշխատասենյակում, անգղերից բզկտված մարմնով, նույն հագուստով և նույն դիրքով, մեզնից ոչ մեկը դեռևս այնքան ծեր չէր, որ հիշեր, թե ինչ էր եղել առաջին անգամ, սակայն գիտենք, որ նրա մահվանը վերաբերող ոչ մի վկայություն վերջնական չէր, քանզի ճշմարտության ետևում միշտ էլ մեկ այլ ճշմարտություն էր թաքնված։ Գիշակեր անգղերն են գրոհում պալատի պատշգամբներն ու լուսամուտները, ժողովրդին ակնարկելով գահակալի մահը։ Ամբոխը ներս է խուժում և գտնում նրան, քաթանե համազգեստով, հատակին բերանքսի վայր, բզկտված ու անճանաչ դեմքով։ Բայց սեփական աչքերի վկայությանն էլ պետք չէ շատ հավատալ, քանի որ տիրակալը չի կարող մեռնել։ Որքան ճշմարտանման էին թվում նրա մահվան շուրջ պտտվող ասեկոսեները, այնքան ողջ ու տիրական ենք տեսնում նրան, երբ հայտնվում էր ամենաանսպասելի պահերին, որպեսզի մեկ այլ ընթացք տար մեր ճակատագրերին։ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» վեպը բռնապետի կյանքի ձգձգվող աշնան և նրա ամենակուլ միայնության մասին է։ Մահափորձերից հմտորեն խուսափող, անվերջ չմեռնող, մեռնելուց էլ կրկին վեր հառնող տիրակալը խորհրդանիշն է բռնապետության հարատևության, որ անեծքի պես կախված է մարդկության գլխին։ Նրա արյունատար անոթները ապակի են դարձել, երիկամները ավազային նստվածքներ ունեն, բայց զննող բժշկին զարմացած հարցնում է. «Իսկ ով է ձեզ ասել, որ ես մտադիր եմ մեռնել, իմ սիրելի դոկտոր, թող ուրիշները մեռնեն»։ Այս գիրքն ի ցույց է դնում իշխանության և կյանքից կառչած լինելու, ամոթալի, անարժանապատիվ կառչածության օրգանական կապը։ Մահը ուրիշների համար է, և իշխողը այդ ուրիշների մահերի կարիքն ունի, որպեսզի իրենից հրի, հեռացնի սեփական մահը։ Հիշեք ձեզ ծանոթ այլ բռնապետերին։ Նրանց միավորում է երիտասարդացման, կնճիռները հարթելու և մեռած բջիջները վերածնելու մոլուցքը։ Վերջերս երկու պետության տարեց առաջնորդների պատահաբար ձայնագրված երկխոսության մի պատառիկ հրապարակվեց։ Երկուսն էլ 70-ն անց են և մտքեր են փոխանակում երկար ապրելու ու անմահության մասին։ Նախկինում մարդիկ հազվադեպ էին ապրում մինչև 70 տարեկան, իսկ հիմա 70 տարեկանում դու դեռ երեխա ես։ Կենսատեխնոլոգիայի զարգացման շնորհիվ մարդու օրգանները կարող են անընդհատ փոխպատվաստվել, և մարդիկ կկարողանան ավելի երկար ապրել և նույնիսկ անմահության հասնել։ Կանխատեսումները ցույց են տալիս, որ այս դարում կա մինչև 150 տարի ապրելու հնարավորություն։ Նահապետի աշունը բացարձակ և անփոփոխ իշխանության լավագույն պատկերագրումներից է, հիանալի ուղեցույց քաղաքագետների, մարդաբանների ու սոցիոլոգների համար։ Այստեղ, ինչպես հանրագիտարանում կամ, եթե պատկերներով եք մտածում, թանգարանում, հավաքված են միահեծան իշխանությանը բնորոշ հատկանիշներն ու ուղեկից երևույթները։ Այս վեբ հանրագիտարանը բացատրում է, թե ով է միջին վիճակագրական բռնապետը։ Որպես կանոն կամ հաճախ, նա նախկին զինվորական է, որ հեղաշրջմամբ եկել է իշխանության։ Հերոսական ուղին ընդգծելու համար միշտ անգամ քնելիս կրում է առանց տարբերանշանների կոպիտ քաթանե հագուստ։ Սիրում է ինքն իրեն պարգևատրել շքանշաններով։ Մեր այս բռնապետն օրինակ ուներ մետաղյա մի սնդուկ, մեջը իր 92 շքանշանները։ Սովորաբար իր հարճերին և կանանց փախցնում է, նրանց կամքին հակառակ։ Առաջին տիկնոջը վայել ոսկեթել դիպակե ժապավեններով շքեղ սգո պարագաները և գառան մորթու պես կոշտ կտավից կարված մի անձնու մոխրագույն սքեմը, որով նրան առևանգել էին Ճամայկայից տոնական բյուրեղապակյա սպասքի արկղի մեջ փակված, որպեսզի թաքուն պահված նախագահուհու գահին բազմեցնեին։ Բռնապետի խեղճ հարեմը աշխարհի համար պետք է բազմացնի ու կրկնապատկի նրան։ Ենթադրվում էր, որ նա իր կյանքի ընթացքում ավելի քան 5000 երեխա էր ունեցել, և բոլորն էլ օրապակաս, այն անհամար չսիրված սիրուհիներից։ Հազարավոր ապօրինի զավակներն իհարկե արժանի չեն տիրակալ հոր ազգանունը կրելու, իսկ ահա օրինական կնոջ պարգևած ժառանգին ծնվելու պահին արդեն դիվիզիայի լիազոր և ղեկավար գեներալ է նշանակել։ Այս երեխային դեռ կաթնատամները դուրս չեկած զինվորական համազգեստ էին հագցնում, սայլակով տանում պաշտոնական արարողությունների։ Իսկ ազգային տոների շքերթների ընթացքում մայրը կուրծք էր տալիս նրան անծածկ ավտոմեքենայում, չմտահոգվելով ծաղրանքից, որի առիթը որ փորթուկի երանությամբ մոր պտուկին կառչած 5 արեկակ ունեցող գեներալի հրապարակային ներկայացումն էր։ Իսկ երբ երեխան քնում էր, լուռ մնացեք, փսփսում էին, պստիկ գեներալը նանիք է արել։ Միջին վիճակագրական բռնապետը կենդանասեր ու երեխայասեր է, զարմանալի տաղանդներով է օժտված։
Շատ է սիրում մանուկներին ու ծիծեռնակներին, հասկանում է որոշ կենդանիների լեզուն, նախագուշակում է բնության տարերային երևույթները, միայն աչքերին նայելով կարողանում է մարդկանց մտքերը կարդալ։ Ну, во-первых, я историк, настоящий дипломат. Я профессиональный футболист. Вы имеете дело с фотографом. Նրա անցյալը սովորաբար ջնջված է կամ պատված մշուշով։ Առեղծված է լուսապսակ է շնորհում եւ ակնարկում է տիրակալի անդրաշխարհիկ, ոչ հողեղեն ծագման մասին։ Եվ թե պետ բոլոր մատյաններից անհետացել էին նրա ծագմանն առնչվող բոլոր հետքերը, ենթադրվում էր, որ նա անդյան սառնաշունչ լեռնուտներից էր, դատելով իշխելու նրա անհագուրդ ծարավից։ Իրեն հարգող տիրակալը հասնելով իշխանության, իհարկե պետք է փոխի պետական խորհրդանշանները։ Շրջեց ազգային դրոշի գույները եւ զինանշանի փռյուգիական թասակը պարտված զավթիչ վիշապով փոխարինեց, որովհետեւ մենք ենք վերջապես մեր գլխի տերը։ Ինչպես իրեն հարգող ցանկացած բռնապետ, նա իհարկե նմանակ ունի, որ իրեն փոխարինում է տախտկալի կամ վտանգավոր հանրային միջոցառումների ժամանակ։ Looks like we need to find a new double. Because this one is, I don't know if it's gonna get better. Բռնապետը իհարկե հոգատար է բախտակից գործընկերների, ուրիշ բռնապետերի հանդեպ, որոնց գահանքեց են արել։ Հարևան երկրների տապալված ու ճողոպրած բռնապետերին նա ապաստան է հատկացրել բարձր ու ծովահայաց ժայռերի մեջ, որտեղ նրանք ծերության ճոճաթոռների մեջ են նիրհում եւ դոմինո են խաղում։ Վերջապես միջին վիճակագրական բռնապետը իշխանությանը կառչելու համար պետք է երկիրը ծախի օտարերկրյա որևէ տերության։ Մարկեսյան գրոտեսկային իրականության մեջ տիրակալը վաճառում է ծովը։ Այո, բուն իմաստով, օտարերկրացիները ծովը մասերի են բաժանում ու տանում։ Այսպես մասնիկ առ մասնիկ բառային փազլի միջոցով կառուցվում է բռնապետի հավաքական կերպարը։ Սա մի հիբրիդ է, Ֆրանկենշտեյն խառնուրդ, գրոտեսկային ժողովածու։ Բայց միթե գրոտեսկային չեն բոլոր իրական բռնապետերը։ Միթե տևական ժամանակ իշխանության գլուխ մնալուց չի պտտվում նրանց գլուխը, թե փոխաբերական, թե ուղիղ, առողջական իմաստով։ Բռնապետի կերպարի նախատիպերը կամ ոգեշնչման աղբյուրները երկուսն են։ Մեկը հին Հռոմն է, պատմիչների ձեռամբ ներկայացող կայսրերը՝ Ներոնը, Կեսարը, Կալիգուլան, Օգոստոսը եւ ուրիշները։ Մյուսը 19-րդ դարավերջի ու 20-րդ դարի տասնյակ ժամանակակից դիկտատորներն են, առավելապես Լատինական Ամերիկայից՝ Վենեսուելա, Կուբա, Արգենտինա եւ այլն։ Կարելի է նույնիսկ ցույց տալ, թե պատմական որ կերպարից Մարկեսը կենսագրական ինչ դրվագ կամ հատկություն է քաղել գրքի համար։ Վեպի տեղանքն էական չէ եւ չի էլ սահմանվում։ Սա մի պայմանական երկիր է Կարիբյան ավազանում, որ իր տիրակալի պես հավաքական կերպար է։ Այն խտացրել է իր մեջ բախտակից այլ երկրների հատկանիշները։ Երևակայական այդ տեղանքը նկարագրելու հարցում Մարկեսին օգնել են 19-րդ դարի ճամփորդական նոթեր ու մատիտանկարներ պարունակող գրքերը։ Դրանց տարօրինակ պատկերները, օրինակ ծառերից կախված մորթված ակաղաղները, բառացի տեքստային վերարտադրում են ունեցել վեպում։ Հարցազրույցներից մեկում Մարկեսը նշում է, որ վեպի սկզբնամասում պալատի նկարագրություն էր ուզում անել, բայց չգիտեր ինչպես։ Life ամսագիրը թերթելիս պատահաբար տեսնում է այս լուսանկարը պալատի աստիճաններին արածող կովերով։ Սրա տեքստային մարմնավորումը դառնում է լեյտմոտիվը, գրքի տարբեր գլուխներում կրկնվող մի տեսարան։ Մենք գլխավոր հարկաբաժին ելանք քարաշեն սանդուղքով, որի վրա փռված ուղեգորգը, ինչպիսիք օպերային թատրոններում են լինում, կողկրտվել էր կովերի կճղակների տակ։ Եվ առաջին նախասրահից մինչև վերջին մասնավոր ննջարանները, բոլոր գրասենյակներն ու պաշտոնական ընդունարանները ավերված տեսանք, որտեղ անվրդով թափառում են կովերը, ուտելով թավշյա վարագույրներն ու ծամելով բասկաթոռների ատլասե պաստառները։ Բացարձակ իշխանություն ունեցողն այդպես էլ չի հաղթահարում գեղչկությունը։ Նա իր հետ նախագահական պալատ է տանում ոչ միայն կովերին ու հավերին, որ ազատ թրև են գալիս գրասենյակներում, այլև համապատասխան վարքը։ Լսեց ժամացույցի մետաղական 8 զարկերը, կովերին կեր տվեց անասնագոմում, հրամայեց աթար բարձրացնել վերև, ստուգեց ամբողջ պալատը քայլելու ընթացքում ուտելով, ափսեն ձեռքին խաշած մի սերուտում լոբով, բրնձով ու խակ բանանի կտորներով։ Իշխանության վեպում դուրս բերված բանաձևերը վեր ժամանակյա են։ Բացարձակ իշխանության բնույթը եւ գործողության ալգորիթմները չեն փոխվել, հիմա էլ նույնն է։
Օրինակ, ցանկացած իշխանության կարծրություն թվացial է։ Կփլվի, երբ հպատակները կարողանան լեզու գտնել իրար հետ ընդդեմ բռնակալի։ Իշխանության հարատևման բաժանիր, որ տիրես սկզբունքը գրքում այնքան պարզորոշ է։ Գիտեի, ավելի մեծ իշխանություն ունեմ, քան նրանցից ամեն մեկն առանձին, բայց եւ շատ ավելի փոքր, քան խոսքները մեկ արած նրանցից երկուսը միասին վերցրած։ Մյուս բանաձևը վերաբերում է իշխանության մարդու երկակի բնույթին։ Մի կողմից ինֆանտիլ է, այսինքն մանկամիտ, հաճախ խոցելի, լի տասնյակ բարդույթներով, բնազները դժվարությամբ կառավարող եւ ոչ այդքան խորը։ Մյուս կողմից սպառնացող վտանգները գազանի պես քիմքով է զգում, կասկածամիտ է, ամբողջատիրական հսկողության է ձգտում եւ այդ ճամփին չունի բարոյական արգելակներ։ Հաջորդ բանաձևը իշխանատենչության արատի մասին է, որ շատ նման է որկրամոլության։ Սահման չունի, որի ախորժակը ուտելիս է բացվում մինչև բոլոր ժամանակների վերջը։ Իշխելու որկրամոլությունը հասցնում է հարատևության մարմաջին, կյանքի տևողությունը էլի, մի քիչ էլ, մի փոքր էլ երկարաձգելուն։ Ոչ երջանկության կամ սիրո համար, միայն իշխանության համար, որ ինքնանպատակ է եւ վաղուց որևէ հաճույք չի պարգևում իշխողին, բայց առանց որի հնարավոր էլ չէ։ Այսպիսով իշխանությունը ծուղակ է, որի գլխավոր զոհը հենց ինքն է, իշխողը։ Մենք տեսնում ենք ոտքերը փղի պես ծանր քարշ տվող մեկին, որ դարանակալում է պալատի սպասուհիներին եւ հարձակվում նրանց վրա արագ սեքսի մղումով, առանց շորերը հանելու։ Նրա կամքը ենթակա չէ սակարկման, բայց ոտքի վրա կիրքը հագեցնելուց հետո լաց է լինում աղեկտուր, միայնությունից ու սիրո պակասից։ Վերջապես վեպում տեսնում ենք նաև իշխանությունը փչացնում է հանրահայտ կանոնի բացարձակ գործողությունը, որ հավասարապես տարածվում է այդ իշխանության զոհերի վրա էլ։ Լետիսիա Նասարենոն, ում տիրակալը փախցրել էր ու զոռով իրեն կին կարգել, համեստ միանձնուհուց վերածվում է ամուսնուց էլ ավելի աչքածակ, կոռումպացված ու հարստահարող կերպարի։ Ամուսնու փոխարեն հրամաններ է սկսում արձակել եւ սա էլ խայտառակ չլինելու համար գլխով տմտմբացնում է, թե համաձայն եմ, կատարեք։ Իշխանության փչացնող ազդեցության մասին է նաեւ Ռոբերտ Փեն Ուորենի Արքայի ամբողջ թիկնազորը գիրքը, որի մասին կխոսենք առաջիկա հանդիպումներից մեկում։ Վեպի յուրաքանչյուր նախադասություն ձգվում է մի քանի էջ, առանց վերջակետի, առանց դադարի, փոփոխելով տեսարանները, մտքի ընթացքը, անգամ պատմողներին փոխելով։ Ամենագետ պատմողի սկսած պատումի ղեկը աննկատ իրենց ձեռքն են վերցնում հենց այդ պատումի հերոսները, կամ բռնակալի մերձավորներից մեկը, կամ ժողովրդի միջից ինչ-որ մեկը։ Սկզբնական պատմողը տարալուծվում է տեքստում, անհետանում, հետո նորից հայտնվում, հետո գեներալն է շարունակում պատմել, հետո մի ուրիշը եւ այսպես շարունակ։ Այդպիսին է նաեւ Ջեյմս Ջոյսի Ուլիսեսի պատումը։ Երկու վեպերում էլ տեքստը կարծես ցածկոտում է մի պատմողից մյուսի մոտ։ Ձայներն այնպես են միախառնվում, որ դժվար է տարբերել հիմա հենց այս պահին ով է խոսում, ում դիտանկյունից է շարադրանքը։ Ահա օրինակներից մեկը։ Ամեն օր ժամը 5-ին գեներալը գլուխը դուրս էր հանում ամբարի օդանցքներից, որ տեսնի դպրոցից տուն դարձող աղջնակներին եւ զմայլվում էր նրանց կապույտ գոգնոցներով, կիսագուլպաներով, հյուսիկներով։ Վայ մայրիկ ջան, պուկ փախչում ենք մենք, թոքախտավոր ուրվականի աչքերից սարսափած, որ երկաթյա ճաղերի արանքից լաթե պատառոտված ձեռնոցից դուրս ցցված մատները շարժելով կանչում էր մեզ։ Աղջիկ, այ աղջիկ, ձայն էր տալիս։ Արի շոշափեմ քեզ։ Տեսնում էր, թե ինչպես են նրան գլխապատառ փախչում եւ մտածում էր. «Մայրին Բենդիսիոն Ալվարադո, ինչ ջահել են հիմիկվա ջահելները», ծիծաղում էր քթի տակ։ Մեջբերված այս հատվածում ամենատես պատմողը պատմելու էստաֆետը մի պահ փոխանցում է գեներալից վախեցած դպրոցական աղջիկներից մեկին։ Վայ մայրիկ ջան, պուկ փախչում էինք մենք։ Դուրս ցցված մատները շարժելով կանչում էր մեզ։ Աղջիկ, այ աղջիկ, ձայն էր տալիս։ Նույն նախադասության մեջ աղջիկա խոսքը դեռ չավարտված նորից սկզբնական պատմողն է վերադառնում ու շարունակում պատմել։ Տեսնում էր, թե ինչպես են նրանք գլխապատառ փախչում եւ մտածում էր. Մայրին Բենդիսիոն Ալվարադո։ Այս վեպը պոլիֆոնիկ կամ բազմաձայն տեքստի լավագույն նմուշներից է։ Բազմաձայնությունը նպաստում է տեքստի ապաբարոյականացմանը։ Յուրաքանչյուրին պատմելու իրավունք կամ ձայն է տրվում։ Բոլոր դիտանկյուններն էլ լսվում են, ինչի շնորհիվ բարոյախրատական պաթոսը չեզոքացվում է։ Ընթերցողը հայտնվում է ածականների, մագդիրների եւ ճոխ բառամթերքի անդադար հրետակոծության տակ։
Լեզուն անընդհատ թմբկահարում է, ինչի շնորհիվ ընթերցանությունը հիպնոսի է վերածվում, բայց որքան էլ զարմանալի է լեզվական ճոխությունն ու միտումնավոր բարդացումը հակառակ ազդեցությունն է ունենում։ Տեքստը չունի տողատակեր, չունի թաքնված ուղերձներ կամ գաղտնագրեր։ Հոսող բառակույտի մեջ բաց թողեցիր կարևոր մի բան։ Հոգ չէ, ինչպես գովազդում է ասվում։ Գետի հոսանքի հաջորդ գալարում տեքստի մյուս ալիքների մեջ կգտնես նույն միտքը, նույն պատկերը, ել ավելի ճոխ, ել ավելի բացված։ Հետաքրքիր է, որ զուսպ լեզվով արված գրական տեքստերը ընկալման շատ ավելի մեծ ջանք են պահանջում ընթերցողից։ Թերասումները, կիսատությունները, դատարկությունները ընթերցողը պետք է ինքնուրույն լրացնի, ներկիր ինքդ մանկական ալբոմների նման։ Դրա համար պետք է հետո առաջ անի տեքստում, քչփորի, գտնի մի բան, որին ուշադիր չէր եղել։ Մի խոսքով հետազոտական աշխատանք է պետք կատարել։ Զուսպ ու հավաք լեզուն բառերի ծածկոցի տակ միշտ ինչ-որ բան է թաքցնում, որ ընթերցողի ազատագրմանն է սպասում։ Մարկեսի լեզուն վերոնշյալի լրիվ հակառակ գեղագիտական հղացքն է ներկայացնում։ Նահապետի աշունը վեպում կիսատ ասված բաներ չկան, թերասումներ չկան, ակնարկներ չկան, ասելիքը շատ պարզ է, ջրի երեսին է։ Դրա փոխարեն բառամթերքն է հարուստ ու կուտակված։ Մարկեսյան տեքստն այն թարս գետն է, այն շրջված գետն է, որի հայելին պարզ ու վճիտ է, իսկ փրփուրն ու քաոսը, այս դեպքում ճոխ բառակապակցությունները, շքեղ մագդիրները, գետի խորքում են։ Լատինամերիկյան հսկան Ամազոնը հենց այդպիսին է։ Աշխարհի ամենաջրառատ գետը լինելով միաժամանակ հանդարտ եւ ոչ փոթորկոտ է, իսկ խորքում անակոնդաներ ու այլ սարսափազդու կենդանիներ ունի։ Վեպերում ու ֆիլմերում բռնապետերը թեև տարբեր են, սարսափազդու, զզվելի, ծիծաղաշարժ, գրոտեսկային, բայց նրանց բոլորին մի բան է միավորում՝ հոգուց զուրկ լինելը։ Արվեստի մեջ բռնապետի միջինացված ու տիպական կերպարը մեկն է, որ չունի ներքին հոգեկան կյանք։ Այո, նրանք սարսափազդու են, նողկալի, բայց շատ նման են խրտվիլակի։ Der Schuten, der Fluten sagt der Klärten, der Strängelchen mit der Hulten sagt der Fläten, und der Blitzen sagt der Elten, Besick, Besick, der Schuten. Այգում տնկված խրտվիլակը վախ է տարածում շուրջ բոլորը, բայց հո գիտենք, որ չունի ներքին խորություն, չունի ներքին կյանք։ Ընդամենը փայտի վրա հավաքած ցնցոտիների կույտ է։ Նահապետի աշունը վեպն այն հազվագյուտ բացառություններից է, որ մեզ անհոգի ծաղրապատկեր չի հրամցնում, այլ բացում է տիրակալի հոգեկան կյանքը, նրա անտանելի մենությունը, հոգեկան ու ֆիզիկական խոցելիություն, խեղվածությունը։ Իհարկե, այդ ներսը հիացմունքի առիթ չի տալիս, բայց բռնապետի մեջ գոնե տեսնում ենք մարդուն, անդուր, դաժան, խոցելի, թույլ, խեղճ, կարևոր է, որ տեսնում ենք։ Նահապետի աշխարհը չափազանց մարմնական է։ Ընթերցելիս վարժվում կանխազգում ես շուտով, ահա այս էջին կամ հաջորդին մարդու մարմնի ֆիզիոլոգիական մի գործընթաց պետք է պատկերված լինի։ Այդ իրականության մեջ չկան օդում ճախրող իդեալներ։ Ամենը եւ յուրաքանչյուր ոք թանձր ներկայություն ունի։ Մաշկի անհարթություններով, գարշահոտով, քրտինքի գոլորշիներով եւ մարմնական այլ արտադրություններով։ Բռնապետի հայրենիքն էլ, իր իշխած երկիրն էլ այդպիսին է՝ մշուշոտ, փտող, ճահճահոտերով լեցուն։ Երկիրը բռնակալի մարմնի շարունակությունն է։ Մեկը մյուսի օրգանական լրացումն է կամ արտացոլանքը։ Դժվար է ասել, ով ում է վարակել գարշահոտությամբ, տիրակալը իր երկրին, թե հակառակը։ Վեպի լեզուն էլ բարդ հյուսվածք է։ Մի կողմից գրական նուրբ եւ ճոխ բառամթերքի, մյուս կողմից ժողովրդական տարբեր խավերի գրեհկաբանությունների եւ ժարգոնի։ Մարկեսը վարպետությամբ է կիրառել Կարիբյան ավազանի ժողովուրդների փողոցային կյանքի մասին իր գիտելիքները։ Գետնատարած մարմնականության ու նյութականության ցանցի մեջ բռնված տիրակալը կյանքում առաջին անգամ պոեզիայի երեկոյի է մասնակցում, այն էլ կնոջ պարտադրանքով։ Ունկնդրելով լատինամերիկացի բանաստեղծ Ռուբեն Դարիոյի բանաստեղծությունները, ով ի դեպ իրական պատմական կերպար է, չի կարողանում զսպել հիացմունքն ու ցնցումը։ Ես սրա մերը, ախր այդ ոնց է հնարավոր, որ այս հնդկացին կարողանա այսքան սիրուն բան գրել են նույն ձեռքով, որը որն է սրբում, ասում էր մտքում, մինչև հոգու խորքը ցնցված գրավոր խոսքի գեղեցկության բացահայտումից։ Գեներալի զառամ եւ կնճռոտ հոգին ունակ է ճանաչելու գեղեցկությունը, բայց միևնույն ժամանակ նրա համար պոեզիայի եթերայինությունն անհամատեղելի է արտաթորանքի պարտադրանքի հետ։
Իսկ եթե դրանց համաժամանակյա գոյությունն անհնար է, ուրեմն ձեռքի շարժումով պետք է ցրել խոսքի մոգական ազդեցությունը։ Պոեզիան պետք է համարել ժամանակավոր թուլություն, անցողիկ հրապուրանք եւ շարունակել հավատալ մարմինների ու բնազդների կոպտությանը։ Վեպի այդ դրվագին պոեզիայի համահունչ է Մարկ Շագալի «Քաղաքի վրա կտավը», որ բարձրի ու ցածրի, գռեհիկի եւ եթերայինի զվարճալի հակադրություն է ներկայացնում։ Մինչ սիրահարները գրկախառնված ճախրում են երկնքում, ինչ որ մեկը ցանկապատի տակ բնական կարիքներն է հոգում։